Բարի օր հարգելի հետևորդներ։ Այսօր չնախատեսված ոչ թե եթերա լինելու, այլ ուղղակի անոնս ենք հայտարարելու։ Կարծում եմ հուժ կարևոր հաղորդման մասին, որը կլինի մոտ օրերս։ Սա ուղղակի անոնս է, որպեսզի հանրային քննարկման դրվի այն, ինչի մասին խոսելու ենք շուտով, եւ բնականաբար թե իրավաբանների, թե լրագրողների, թե փաստաբանների, թե դատավորների հրավիրում ենք, որպեսզի կարողանանք հասկանանք արդյոք մեր դիտարկումը ճիշտ է թե ոչ եւ ինչա տեղի ունեցել։ Իհարկե տեղի ունեցել աղետալի իրողություն ոմն դատավոր Կարեն Համբարձումյանի կողմից եւ ակտը շուտով կներկայացնենք եւ հիմա ինձ որպես իրավապաշտպանի հետաքրքրում է արդյոք ժողովրդավարության բաստիոն կոչվող Հայաստանում հնարավոր է դատական գրաքննություն եւ լրացնել արդարադատությունը, այսինքն անձին լրացնել, իրավապաշտպանին լրացնել, հասարակական գործունեություն ծավալող անձին լրացնել այն առումով, որ անձը կարող է տալ հաղորդումներ, հանրային հաղորդումներ հանցագործության մասին, այսինքն մենք պետք է հետագայում քննարկենք, արդյոք այս դատական ակտը չի խախտում մի շարք իրավունքներ, մի եկի հոդված, սահմանադրության հոդված, սրա մասին մենք կխոսենք բուն հաղորդման ժամանակ, քանի որ այս 2-3 օրվա մեջ բնականաբար թե մեսենջերով, թե անհատական զանգերով, թե հանդիպումներով մենք քննարկել ենք պարոն Կարեն Համբարձումյանի դատական ակտը եւ առ այսօր որևէ մեկը չի եղել, որ ասի, որ այս ակտը չի խախտում մարդու իրավունքները եւ մարդու պաշտպանության իրավունքը։ Այսպես խոսքը չի վերաբերվում ինձ, այլ վերաբերվում է երևույթին։ Ես նեղված չեմ, որովհետև մենք հազար ու մի ձև ունենք եւ խոսելու եւ հաղորդումներ ներկայացնելու, որից պարոն Կարեն Համբարձումյանը երևի թե տեղյակ չի, որովհետև մինչև 20 թվականը երբևէ արդարադատության համակարգում չի աշխատել, ընդամենը բանկերի համակարգում է աշխատել։ Եվ այս երևույթը շատ վտանգավոր է, որովհետև մեկ դատական ակտով կարելի է փորձել լրացնել հասարակական ակտիվիստի, լրագրողի, իրավապաշտպանի եւ մենք խոսելու ենք այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման բացառիկ դատական պրակտիկան քաղաքացիական հասարակության եւ ակտիվիստների համար։ Եվ սա հանրային քննարկումների առարկա է, փաստորեն պարոն Կարեն Համբարձումյանը փակեց նաեւ Ֆեմիդայի բերանը, միայն աչքերն էին փակ։ Մենք դրա մասին պարտադիր խոսելու ենք եւ այստեղ հարց է բարձրացվելու արդյոք իրավապաշտպանին կարելի է լրացնել, որովհետեւ ելի եմ ասում, ես չեմ քննարկում գործի կողմերին, ես քննարկում եմ երևույթը եւ սրա մասին դուք կկարդաք դատական ակտը, որի հիմա տեսնում եք եւ կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Փաստորեն այս պատմական դատական ակտը ինչու է կայացվել Կարեն Համբարձումյան, եթե չեմ սխալվում, կողմից, պետք է հասկանալ սրա բուն պատճառները, վերջինիս վերաբերմունքը ժողովրդավարական հասարակության, երբ քաղաքացին, հասարակական գործիչը, իրավապաշտպանը հետաքննություն կատարելուց հետո սեփական հետաքննությունը որպես առերևույթ հաղորդում հանցագործության մասին հանրային հաղորդում ներկայացնում է թե հանրության դատին, թե իրավապահ համակարգին եւ ասել, որ դու չպետք է տաս այս մարդու անունը, որի անունը այստեղ գրված է, իդեպ չմոռանանք Կարեն Համբարձումյանին հիշեցնենք, որ այդ մարդու անունը Mr. X-ի անունը տալով եւ հաղորդում ներկայացնելով հաղորդումը եղել է այնքան պատշաճ եւ համապատասխանել է փաստերը, որ հարուցվել է քրեական վարույթ։ Այսինքն, եթե հետևենք Կարեն Համբարձումյանի դատական ակտին, մենք ընդհանրապես պետք է հաղորդումներ, հանրային հաղորդումներ չտանք։ Հանրությանը պետք է զրկենք իրազեկվածությունից, որովհետև պարոն Կարեն Համբարձումյանը այդպես է դիտարկում ժողովրդավարությունը, այսինքն ասում է, թե դու նույնիսկ
տեսնում ես, որ ինչ որ մեկը հանցագործություն է անում իր դատական ակտում նշված անձանցից, եթե տեսնես մարդ է սպանում, գնա գաղտնի զանգի 102, բայց հանրությանը հանգարց այդ մարդու անունը չտաս։ Հիմա սա բնականաբար պետք է ունենա իր հետևանքները շատ ծանր են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև բնականաբար որպես իրավապաշտպան լռող չկա, գործանող կա, ինչը մենք շատ ավելի մանրամասն, էլի եմ ասում, մի քանի օրվա քննարկումներից հետո տարբեր իրավաբանների հետ կներկայացնենք։ Փաստացի Կարեն Համբարձումյանը փորձում է լռեցնել այսօր ինձ, վաղը ձեզ լրագրողներ, հետաքննող լրագրողներ, հասարակական ակտիվիստներ, իրավապաշտպաններ եւ գործիչներ, որտեւ եթե այսօր մենք լռենք եւ սա դառնա նախադեպ, ցանկացած օլիգարխ, ցանկացած դեկան, դասախոս, պարոն Համբարձումյանի գոլեգա եւ այլն, քաղաքապետարանի աշխատակից եւ ես գիտեմ ինչ եմ ասում, եթե կատարի որոշակի հանցագործություն առերևույթ, բնականաբար գնահատականը տալիս է, վերջնական գնահատականը տալիս է դատարանը, բայց հանրությունը բնականաբար անում է հետաքննություններ, տեսեք հետքնել անում հետաքննություն, ամենահարգված թերթերից մեկը, կարող է արդեն այնպես զարգանա Կարեն Համբարձումյանը, որ ասի որևէ մեկը իրավունք չունեք հրապարակայնորեն ներկայացնելու այն, ինչը վկայում է ոմն անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության մասին։ Կարեն Համբարձումյան, դուք չեք կարող լռեցնել մի ամբողջ հանրություն, ես ձեզ վստահեցնում եմ, չգիտեմ, թե ինչի է կարել, մոտավորապես պատկերացնում եմ, բայց կարծում եմ, որ սա ժողովրդավարական պետությունում չընդունված գործելավոճ է, ավելի մանրամասն վերջինիս կայացրած դատական ակտը եւ դրա վտանգները մենք կքննարկենք շատ շուտով։ Սա ուղղակի անոնս, որ մոտ օրերս լինելու է քննարկում։ Կամ կմասնակցեն իրավաբաններ, կամ մենք կքննարկենք մեր գրասենյակում եւ վերջնական վերդիկտը մեր կլսեք շատ շուտով։ Հարգելի հետևորդներ, բաց մի թողեք, հարգելի լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքասարակություն, հասարակական ակտիվիստներ, խնդրում եմ արձագանքեք, որտեղ սա իրականում մեր բոլորիս համար շատ վտանգավոր է։ Լավ մնացեք։